Հարգելիներս, եկեք այս անգամ էլ մեկ ուրիշ միջուկով լցոնենք մեր լավաշները և ամբողջովին ուրիշ համ ստանանք։ Հարգելիներս, մեր միջուկի համար ես կօգտագործեմ մեքսիկական երշիկ, այդպես էր անվանումը, ասեմ լավ կտրություն ունի, մանր կտրտել եմ, իր յուղով է ինքը տապակվում, նշեմ ես յուղ չեմ ավելացրել, մի փոքր խրխրթիկ կդառնա, իր յուղը ես կառանձնացնեմ, իրան էլ առանձին, արդեն կլցնեմ մեր ուտեստի մեջ։ Հարգելիներս, իմ չորացրած լավաշիկներն են, այսպիսի կուլոկներ, նախորդ վիդեոյում ցույց եմ տվել պատրաստման եղանակը, այս անգամ ուրիշ լցոն կավելացնենք և մեկ ուրիշ համ կստանանք։ Մեքսիկական կծու երշիկն է, քունջուտ, կարագ, կանաչի, հալվող պանիր, եգիպտացորեն և ամբողջը կլցոնենք այս լավաշիկների մեջ։ Քունջուտը մի փոքր բողում եմ և նշեմ այս սիլիկոնե բրձնի օգնությամբ իրոք շատ հարմար է խառնելը։ Ահա մի փոքր վարդագույն դարձավ, գույնը փոխեց, գազօջախը ես անջատեցի և կտեղափոխեմ արդեն մյուս ափսեի մեջ, որ ինքը չշարունակի կրկին ողվել և դառնահամ մեջը չավելանա։ Կզարդարեմ նաև կոված կտավատի սերմերով։ Այսպես բոլոր բաղադրիչները իրար խառնում եմ, լավ տրորում եմ և վերջում արդեն կլցոնենք մեր լավաշիկները։ Մի փոքր էլ թթվասեր ավելացրեցի և կրկին լավ խառնում եմ։ Հերթը հասավ եգիպտացորենին և մեր երշիկին և կրկին լավ կխառնենք։ Ահա, գրեթե պատրաստ են արդեն բոլորը։ Մեր ստացված զանգվածը ես լցոնեցի այս լավաշիկների մեջ և վերջում թաթախեցի քունջուտի և կտավատի սերմերի մեջ։ Հարգելիներս, մեր լցոնված լավաշները արդեն պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։